Գյումրու պատմամշակութային արգելոց թանգարանի ցուցասրահում բացվել է գյումրեցի անվանի նկարիչ բանաստեղծ Սամվել Սևադայի անվերջ վերադարձ խորագրով անհատական ցուցահանդեսը։ 80-ից ավելի մեծակտավ աշխատանքներով ներկայացված ցուցադրությունը ոչ միայն արվեստի, այլև հիշողության, ինքնության ու տուն վերադառնալու պատմություն է։ Կյանքում երբեք չեմ մոռանում Գյումրին եւ անընդհատ վերադառնում եմ Գյումրի, դրա համար իմ ցուցահանդեսը կոչվում է անվերջ վերադարձ։ 82 աշխատանք է կախված հիմա դահլիճում, մեկ աշխատանքն էլ պետք է նվիրեմ այս թանգարանին։ Նկարիչը խոստովանում է իր արվեստն ու պոեզիան իրար լրացնում են։ Նա հեղինակել է նաև բանաստեղծական ժողովածուներ եւ կտավների զգալի մասը ծնվել է հենց իր գրական աշխարհից։ Իմ բանաստեղծությունների թեմաներով եմ նկարում նաև, մեկին լրացնում են, էլի։ Այդ իմաստով նկարներս պոետիկ են ավելի դեպի խոր գնացող բաներ, թեմաներ են շոշափում, բայց ոչ այդպես մեծ համաշխարհային թեմաներ կան, ավելի մարդկային, ավելի ինտիմ այդ թեմաներով եմ աշխատում։ Սևադայի կտավներում հատկապես նկատելի են ոսկեգույնն ու կապույտը, որոնք ինչպես ինքն է ասում, դարձել են իր ներաշխարհի եւ Հայաստանի գույները։ Հիմնական թեմաները մարդը իր զգացմունքներով, հայրենի բնությունը շատ եմ սիրում, արվեստ, մարդիկ կարծես բոլորը արվեստագետներ լինեն։ Բացի դրանից իմ սիրած գրական հերոսներին եմ շատ մարմնավորում։ Այստեղ կա օրինակ Մարկեսի հերոսները, նաև Մաստերի Մարգարիտա եւ այլն տարբեր պոետական հերոսներ, նաև ինչպես ասացի, իմ բանաստեղծությունների հերոսները։ Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի խոսքով ցուցահանդեսը երկար սպասված մշակութային իրադարձություն էր, այն մեկ ամիս բաց կլինի անվճար մուտքով։ Հատկապես գյումրեցիների համար եւ Գյումրին սիրողների համար սա փնտրված միջավայր է լինելու, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը կարող է երկխոսել այս կտավների հետ, գտնել իր թաղը, գտնել իր հիշողությունը, իր մանկությունը։ Ցուցահանդեսի կարևոր մասերից մեկն էլ Սամվել Սևադայի նվիրատվությունն է։ Արվեստագետն իր աշխատանքներից մեկը նվիրելու է թանգարանին ապագա պատկերասրահի ֆոնդի համար։ Գումարի պատմամշակութային արգելոց թանգարանի ցուցասրահի համար այս իրադարձությունը կարևոր է նաև այն հանգամանքով, որ Սամվել Սևադան իր կտավներից մեկը թողնելու է մեզ, ի նշանավորումն այն բանի, որ երբ Գյումրին կունենա պատկերասրահ, բոլոր գյումրեցի նկարիչները պատրաստ են անել այդ նվիրատվությունը եւ մենք չենք ունենալու ֆոնդային խնդիր եւ բացի այս պահին Գյումրու մշակութային ժառանգությունը այլ ֆոնդերում պահվելուց եւ իպատրված կտավներից մենք ունենալու ենք նաեւ ժամանակակից ստեղծագործողների աջակցությունը եւ ունենալու ենք բացառիկ նշանակության ցուցահանդեսներ, միայն թե այդ պատկերասրահը կյանքի կոչվի։ Գյումրու պատմամշակութային արգելոց թանգարանի տնօրեն Ինգա Ավակյանը նշում է Սևադայի ցուցահանդեսը վաղուց էր նախատեսված։ Ուրախ եմ, որ 26 թվականի թանգարանային գիշերին հնարավոր եղավ կազմակերպել այս մեծաքանակ ցուցահանդեսը։ Կտավները իրանք բավականին մեծ չափերի են, ինչպես տեսնում եք։ Պիտի նշենք, որ մեծ սիրով կհյուրընկալենք այս ցուցահանդեսը մինչև հունիսի 16-ը, այնպես որ բոլորին հրավիրում ենք։ Վերջինիս խոսքով այցելուներին հատկապես գրավում են Սևադայի գունային աշխարհն ու կնոջ կերպարի նրբությունը։ Ճիշտն ասած, գունեղ գույներն են, որ գրավում են բոլորին, եւ կնոջ կերպարը անչափ գեղեցիկ կտավներ ունի, որտեղ պորտրետներ, որտեղ կանայք են պատկերված եւ կարելի է ժամերով կանգնել եւ հիանալ այն գեղեցկությամբ, որը տեսնում է վարպետը։ Անվերջ վերադարձ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 16-ը, հնարավորություն տալով գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին մեկ անգամ եւս վերադառնալ Սամվել Սևադայի հիշողությունների, պոեզիայի ու գույների աշխարհ։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։